Յորջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մեր բոլոր փորձանքների պատճառն այն է, որ ժողովուրդը տերը չի ճակատագրի, իսկ ժողովուրդը ինչպես է տերը լինում։ Ներկայացուցչական մարմին է, չի ընտրում, վերցնենք խորհրդարանական համակարգը։ Այդ ներկայացուցչական կառույցը այնպես է արված, որ ժողովրդի զգալի մասը դուրս մնա։ Ես այն մարդն եմ, որ գտել եմ լուծումը, ով որ գնաց ընտրության, նրա ձայնը պիտի երևա պարլամենտում։ Կա դրա ձևը։ Եվ մենք տրտնջալու փոխարեն պետքա գործենք։ Նիկոլի ասածները ոչ մեկը բանը տեղ չենք դնելու, իրեն շան տեղ չենք դնելու, հասկացեք։ Եթե դուք իրեն շան տեղ եք դնում, կործանում եք ձեզ։ Իրենց ուզածը դա է, որ մենք ընկնենք իր ասած ապուշությունների հետևից, քննարկենք իր ասածները։ Դու նյութապաշտ մարդ, որ իր իշխանափոխության այդ առաջին օրերին, հրապարակա մեր ասած, մենք պիտի ստեղծենք ռևկոմ։ Ես այն ժամանակ ազդեցությունն էի, ասացի, լսեք, դա վերջն է սատանայության։ Ինչ է նշանակում։ Մենք հեղափոխություն ենք անում եւ պիտի ռևկոմ ստեղ։ Հասկացա, որ սրա էության մեջ բոլշևիկն են նստած։ Երբ ճակատին գրեց դուխով, այն ժամանակ նույնպես ես հասկացա, որ սա կորած մարդ է, որտեղ դա արդեն քրեական այն ինչ ինքը ունի այսօր, դրա դրսևորն է դուխով բառը որդեգրելն էր։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ պետական եւ քաղաքական գործիչ պարոն Հայրիկյանի հետ, բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Պարոն Հայրիկյան, մենք տեսնում ենք, թե ինչա կատարվում է երկրում, պատմական խայտառակ օրեր ենք ապրում, եւ այս եկեղեցու շուրջ տեղի ունենալիքը, երբ որ ամեն Կիրակի Նիկոլ Փաշինյանը որոշում է այս կամ այն եկեղեցի մտնել եւ կեղծ պատարակներ, հա, որպես այդպեսին կեղծ պատարակներ են տեղի ունենում, որովհետև զեղչվում է կաթողիկոսի անունը եւ մենք ականատեսն ու վկան դարձանք այն սրբազանների, ովքեր որ որոշեցին Նիկոլի ձեռքը սեղմել եւ Նիկոլի համար հենց այդ կեղծ պատարակներին մասնակցել, նաեւ հորդորել թեմի հոգեվորականներին, որպեսզի պատարակներ մատուցեն։ Այս իրադրությունը, այս վիճակը ուր տանելու եւ Նիկոլին արդյոք կհաջողի եկեղեցին որպես ինստիտուտ ոչնչացնելու, որտեղ միակ նպատակը կարծես իր դա է։ Ընդհանրապես որևէ երևույթի անդրադառնալիս ես այսպես եմ նայում, այդ զարգացումը ուր կարող է հասցնել, այսինքն այսօր մենք կանգնած ենք այսպեսի մի ընտրության առաջ, կամ թույլ ենք տալիս, որ բացասականը զարգանա ու խորանա, ի վերջո հասցնելով բացասականի եզրահանգմանը։ Որտեղ բացասական եզրահանգումը անեացումն է, որևէ երևույթի մասին եմ ասում։ Մեր անեացումը, տվյալ դեպքում ազգի։ Իսկ դրականը նույնպես անսահմանության է ձգտում, կախված քո պահվածքից, քո դրսևորումներից։ Ինձ համար շատ հասարակ հարց է, ամենից շատ ակնհայտ է, շատ պարզ է, չեմ էլ ուզում հետևանքների մասին խոսել, որովհետև սկզբնապատճառը ակնհայտ է։ Չար ծառը բարի պտուղ չի տա։ Նրանք, ովքեր որ իրականում հավատացյալ չեն եւ Աստծո խոսքի միայն որոշ դրվագներ գիտեն կիսատ պարատ, ինչ որ իրենց պետք է, նրանց համար սրա ճամարտակությունները այս պղծության ազգային պղծության, խայտարակության կարող են լուրջ թվալ։ Բայց ինձ համար ակնհայտ է մի բան, երբ ես ասացի չար ծառը բարի պտուղ չի տա, ես տեսնում եմ, որ ինքը իր ոլորտում, քաղաքական ոլորտում ծանր հանցագործ է։ Այն աստիճանի ծանր հանցագործ, որ ես 2 անգամ հաղորդում եմ ուղարկել գլխավոր դատախազին անառարկելի հիմնավորումներով եւ ստացել եմ պատասխան ոչ իրենից, այլ ինչ որ քննիչից, որը գրում է, որ վարույթ նախաձեռնված չէ, հսկող դատախազը իմ այս կեցվածքը արդարացրել է, եթե բողոք ունեք, եւ ինձ երկար նկարագրում է, թե հսկող դատախազին ինչպես կարելի է դիմել, կարծում է, թե մեծ գործ է անում։ Սահմանադրագետ Հայրիկյանին սովորացնում է, թե ինչպես կարելի է, ինչ որ քննիչ։ Երկրորդ անգամ որ գրում եմ, ինձ ասում են, բայց մենք ձեզ պատասխանել ենք։ Ես այսօր հրապարակային ելույթ ունեցա եւ արդեն ուղղակի ասում եմ, տիկին գլխավոր դատախազ, դուք վաղ թե ուշ դատվելու եք, որովհետև դուք ձեր ստացած հանրագրին, որին պարտավոր եք դուք պատասխանել, տալիս եք ինչ որ քննիչի, որը չի ասում օրինակ հանցակազմ չկա ձեր գրածում, կամ չի ասում
մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոչ միայն հանցակազմ չկա, այլ փաստեր չկան։ Նախնական փուլում այդպես էր գրում, հետո այս փաստերը ներկայացրի, հիմա գրում են, ասին չկա վերլուծություն, ակայլ մի անպատասխան։ Ես չեմ նախաձեռնում։ Ես հաղորդում եմ տվել այն բանի մասին, որ հանրապետության վարչապետը խախտել է իր իշխանության տարիներին ընդունված կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի հոդված, որում ասվում է կուսակցությունները դրանք այն կառույցներն են, որ կարող է իշխանություն դառնան եւ նրանց ընդդիմադիր գործունեությունը երաշխավորվում է հատկապես նրանով, որ նրանք տեսակետ արտահայտելու իրավունք ունեն եւ որպես այդ տեսակետը օդում չկորի, օրենքում ամրագրված է։ Պետական կառույցները պարտավոր են այդ արտահայտված տեսակետները հանրագրի միջոցով պարտավոր են քննարկել։ Ուրեմն գիտեք, որ 2 տարի խաբելուց հետո, ժողովրդին խաբելուց հետո 18 թվականին ասում էր մերժիր Սերժի սահմանադրությունը, որով ինքը իշխանությունը պահպանեց։ Ուրեմն 2 տարի ինքը այն գլխավոր կարգախոսը, որով մարդկանց փողոցեր հանել եւ իրականացրել իշխանափոխություն, ենթադրենք ինքն է իրականացրել, ոչ թե որոշ մեզ հայտնի ուժեր դրանք կարգավորել են, որովհետեւ աշխարհի որևէ երկրում ռադիոյի վրա հարձակումից հետո պիտի ինքը կալանավորված լիներ։ Բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանը սրա իշխանության գալու մասնակից է, բայց 2 տարի ինքը այդ գործով չէր զբաղվում։ Ես 3 անգամ լուրջ դիմումներ եմ գրել, ներկայացրել նախագիծ, որ այս բանը ի վերջո հանձնաժողով ստեղծեց։ Հանձնաժողովը պիտի աշխատեր հրապարակային։ Այդ տեսակի հանձնաժողովները նրա համար են ստեղծվում, որպեսզի քննարկեն կարծիքներ։ Եվ ես կարծիքներ եմ տվել, այդ կարծիքները մշտապես տարբեր արդարադատության նախարարներ պարտակել են, Նիկոլ Փաշինյանը նույնպես։ Հիմա դա մինչև 22 թվականը կարող ենք ասել օրենքը դեռ չկար։ 22 թվականից օրենքի մեջ այդ փոփոխությունը կատարվել է, որ իրենք պարտավոր են քննարկել։ Ուրեմն չքննարկելով ինքը դառնում է հանցագործ։ Ինչպես, որովհետև չարաշահում է իշխանությունը եւ չարաշահելով ոչ թե ինչ-որ պատահական փոքր բան է խախտում, այլ խախտում է կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը եւ Հայաստանի սահմանադրության Հայաստանը ժողովրդավարական պետություն է, հիմնադրույթ է։ Այն որ ինքը ասում է մենք ժողովրդավարության բաստիոն ենք, ինքը հիմնական խախտողն է։ Ուրեմն իշխանության չարաշահումը ուղեկցվել է նաեւ պետությանը տրված ծանր վնասներով, որովհետև եթե աշխատում է հանձնաժողով, որը որոշակի ժամկետների համար որոշակի պարտավորություններ է ստանձնում եւ չի կատարում, աշխատավարձ ստանալու իրավունք չունի, որտեղ աշխատավարձը տալիս են որոշակի աշխատանքի համար։ 3 անգամ փոխել է, 4 անգամ նույնիսկ եթե մասնակի փոփոխություններ ասենք, նորմատիվ ակտ է ընդունել եւ այնտեղ հիմա ներբերանքները երևի մեր ունկնդիրի համար այնքան կարեւոր չեն, դրա համար ես ընդհանուր բառերով ասեմ, որ փաստորեն ինքը իշխանության չարաշահմամբ այնտեղ կա նաեւ այսպիսի դրույթ իր ամփոփության պատճառով, բայց ամփոփությունը կարող է լինել 1 անգամ, 2 անգամ եւ մինչեւ իմ նախազգուշացնելը։ Ինքը եմ որ ասում են 5 րոպե պակաս, 6 մինուտ, արդեն քրեական հանցագործ է, բայց ոչ միայն քրեական հանցագործ, այլ կոռուպցիոն, որովհետեւ այն հոդվածները, որոնց մասին ես հաղորդում եմ տվել, այդ բոլոր հոդվածները ամփոփություն, իշխանության չարաշահում, ապօրինի վարձատրություն տալ, ապօրինի վարձատրություն ստանալ եւ գործը չկատարել, այնտեղ իշխանության չարաշահմանը զուգահեռ կա ինքնիրավչություն, որովհետեւ երբ սահմանադրության մասին է խոսք գնում, դու պետք է հանձնաժողովի, մասնագիտական հանձնաժողովի կարծիքը լսես, ոչ թե վեր կենաս, ասես, այս սահմանադրությունը լավն է, գիտեք ինչի համար, ոչ թե նրա համար, որ քաղաքացիները իրավատեր են, իրավունքներ ունեն, այլ որովհետեւ տեսեք, ես հայրենիքի դավաճանության հավասար գործեր կատարեցի, բայց հետո ընտրվեցի։ Դրա համար անդադ ժողովրդի անունն է տալի, որ ժողովուրդն է ինձ այստեղ ես ինձ զարմացնում եմ մի բան, որ մեր հանրության մեջ այդքան նախկին նախագահներ կան ի վերջո, նրանց հետևորդներ, դրանցից ոչ մեկը, գիտեք, մեղավոր չեն, որ չգիտեն, չեն հասկանում, բայց երբ հասկացողն ասում է ու իրենք դրան չեն արձագանքում, ինչև այստեղ մի միտք շարունակեմ, ուրեմն ինքը կառավարության մի մասը վերածել կոռուպցիոն հանցախմբի։ Այսինքն վերջնական գնահատականը պարզ է դատարանը պիտի տա, չէ՞, բայց ես հաղորդում եմ տվել դրա մասին, որ այս բաներում ինքը կասկածվում է։ Քննչական կոմիտեն իր հերթին, գլխավոր դատախազությունը իր հերթին, հակակոռուպցիոն կոմիտեն իր հերթին, բոլորը զբաղված են այս հանցավոր դրսևորումները պարտակելով։ Այնպես որ երբ հիմա դուք ինձ ասացիք Նիկոլ Փաշինյանը այս բաներն է անում, իմ մոտ մի անգամից մի հարց է ծագում, հավասարազոր է նրան, որ այն արդեն դատարանի առաջ կանգնելու եւ դատապարտման ենթակա մինչեւ 10 տարի, որտեղ միայն գումարի տեսակետից
Հա, իդեպ ասեմ, տեսեք, ես իմ ճնշումները, տևական ճնշումները հանգեցրին նրան, որ հիմա այդ սահմանադրական բարեփոխումների հիմա արդեն նոր սահմանադրության գործով զբաղվող հանձնաժողովը մասնագիտական հատվածը հանված է։ Այսինքն դրանք ովքեր աշխատավարձ են ստանում եւ մնացել է խորհուրդը։ Այստեղ էլ հարց է ծագում։ Դա իրավական ակտով ձևավորված կառույց է։ Որ իրավական ակտով ես դու նրա կառույցը փոխում, որպեսզի ես չմեղադրեմ այլևս, այսինքն վախենալով այդ հիմնավոր մեղադրանքից, ինձ արդարադատության նախարարը անցած օրն ասում է, բայց գիտեք այդ կառույցը լուծարված է, ինչու է լուծարված, ինչու է գործում եւ ինչու է լուծարված։ Այս բոլորը մենք պետության մեջ ենք ապրում, չէ՞։ Ամփոփելով ասեմ, որ երբ ինձ համար ակնհայտ դարձավ, որ ես գործ ունեմ հանցավոր տրամադրվածություն ունեցող մարդկանց հետ, այսինքն կոռուպցիոն հանցախմբի անդամների հետ, բնականաբար իրենցից որևէ լավ բան սպասել չի կարելի։ Այն ինչ որ անում են, դա պիտի լինի իրենց հանցավոր էությունից բխող գործողություն։ Նույնը վերաբերում է ես հանցավոր էության դեմ հատկապես իր կոչումով ով է գործում։ Ճիշտ է, հոգևոր աշխարհում դա կոչվում է մեղք, բայց առաջին հերթին հոգևորի տեսանկյունից երևույթներին նայող կառույցն է, որ կարող է թշնամի համարվել։ Այնպես որ այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը անում է, բնական է օրինաչափ իր համար, իր նմանների համար, իր հանցախմբի համար։ Ինչ վերաբերում է այն բանին, թե ուր կհանգեցնի ձեր հարցի այդ մասը, ասեմ, որ դա շատ վտանգավոր երևույթ է մեր ազգի համար եւ մեր քաղաքացիներին ասեմ, որ երեք մի հատված լսեցի, հետո սիրտս խառնեց, անջատեցի, որ ասում եմ մենք քրիստոնյա ենք, որովհետև թագավորը որոշեց, որ այդպես պիտի լինի։ Այսինքն վաղ ինքը կարող է որոշել, որ մենք պիտի լինենք սատանայապաշտ, թագավորն է որոշել, մենք պիտի ենթարկվենք։ Ուրեմն այստեղ կարելի է կենցաղում ասել շատ խիստ արտահայտվել, բայց ասեմ, որ փոքրիկ տգետ ապուշ թագավորը որոշում ընդունեց ոչ իր կամքով, տիրոջ կամքով։ Դու ով ես, որ քեզ փորձում ես համեմատել։ Նա պետություն էր, դու ընդամենը վարչապետ։ Նա խորհրդանշում էր պետությունը։ Սա կառավարության եւ պետության տարբերությունն էլ դեռ չգիտի։ Այդ որոշումը ընդունելուց առաջ հանրությունը ես համոզված եմ, որ քրիստոնեական արժե համակարգը հեշտ չէր միանգամից ընկալել։ Եվ այն ժամանակներում ամենայն հավանականությամբ ճիշտ են մեր պատմիչները, որ հրաշքներն են վկայակոչում։ Իսկ հրաշքները նշանակում է շատ մարդիկ չեն հավատում հրաշքների, բայց այն որ իրենք ապրում են որպես մարդ կան, դա արդեն հրաշք է, դա էլ պետք է հասկանալ։ Այնպես որ այդ ճամարտակությունները, այդ ստոր վերլուծությունները ստոր, որովհետև խաբեությամբ են ուղեկցվում։ Դու նյութապաշտ մարդ, որ իր իշխանապողության այդ առաջին օրերին հրապարական մեր ասաց մենք պիտի ստեղծենք ռևկոմ։ Ես այն ժամանակ ազդեցությունն էի, ասացի, լսեք, դա վերջն է սատանայության։ Ինչ է նշանակում։ Մենք հեղափոխություն ենք անում եւ պիտի ռևկոմ ստեղծենք։ Հասկացա, որ սրա էության մեջ բոլշևիկն են նստած։ Երբ ճակատին գրեց դուխով, այն ժամանակ նույնպես ես հասկացա, որ սա կորած մարդ է, որտեղ դա արդեն քրեական այն ինչ ինքը ունի այսօր, դրա դրսևորն է դուխով բառը որդեգրելն էր։ Որտեղ դա քրեական աշխարհի եզր է։ Կենցաղում որոշ մարդիկ ասում են, չէ, օգտագործում են դուխը ստեղներ եւ այլն, բայց ընդհանրապես երբ դու դա ամրագրում ես որպես քեզ բնութագրող երևույթ, դու արդեն ընդունում ես, որ դու քրեական մտածողության տեր մարդ ես։ Բայց հիմա այս կոնկրետ փաստերով եմ ասել, այսօր գլխավոր դատախազին ուղակի նախազգուշացրի, դու միևնույն է դատվելու ես, որովհետեւ 2-3 նախազգուշացումներից հետո շարունակում ես նույն գիծը վարել, քեզ ոչինչ չի փրկի։ Ես այսօր հիմքեր տվել եմ, որ հետո եկող մարդիկ ինչ որ պետք է անեն։ Բայց պարոն Հայրիկյան, այս մարդը արդեն պարզ է, որ հակասահմանադրական է եւ իր ամբողջ գործունեությունն է հակասահմանադրական, բայց ինքը կարծես 7 տարի ինչ ուզում անում է։ Մենք տեսել ենք կարմիր գծեր էլ այլևս գոյություն չունեն, հատել է, վերջացրել է, հիմա անցնում է միակ կառույցը, որ մնացել էր եկեղեցին էր եւ հիմա քիթը խոթեց եկեղեցի, բայց երեք իր հայտարարության մեջ մի այսպիսի ուշագրավ հայտարարություն կար, որ բարեվարկությունը հոգեվորականների պետք է պետությունը որոշի, հա ինչ որ երևի հանձնախումբ է որոշելու կազմել, այնտեղ կանանցով բանով որոշելու են հոգեվորականների բարեվարկությունը եւ նաեւ անդրադարձավ ֆինանսավորմանը։
Երևի սա դե գիտենք, հա, որ եկեղեցի պետություն անջատ են եւ Բնականաբար ինքը եկեղեցու ֆինանսավորման մեջ քիթը չի կարող խոթել, բայց ինքը ավելի շատ այդ է երևի իրան անհանգստացնում, ոնց կարելի է ես մի ինստիտուտ լինի, որը չտիրապետեմ այնտեղ ինչա կատարվում, հա, ոնց կարելի է այդ ֆինանսները տնօրինել եւ ինքը որոշել է հիմա տնօրինի եւ նաեւ մի այսպիսի բան ասաց, որ պատարակներից առաջ պետք է օրներքը հնչի։ Սա մենք նաև տեսնում ենք, որ դրսի օրինակներում դա կան եւ դրսի օրինակները այդ ըստ երևույթին այդ իր ազգակործան ծրագրի շրջանակներում ա մտնում։ Այս վիճակը ես իսկապես երբ որ հարցը տալիս եմ նաև չեմ կարողանում հասկանալ։ Բայց որ հիմնը պիտի հնչի Ադրբեջանի թե Հայաստանի, թե որ հիմնը պիտի հնչի։ Հա, այդ դեպքում մենք պիտի նաև հարց տանք իրեն։ Ճիշտ է, չէ՞, կարող է հանուն խաղաղության հնչի օրինակ Թուրքիայի հիմնը։ Հազար բան կարելի է։ Դրսում ինչ է կատարվում, հետաքրքրական է, արժի ուսումնասիրել, բայց մենք ունենք ավանդույթներ եւ այդ ավանդույթները ընդհանրապես ազգային հիմներք երկերը վատ բան չէ։ Բայց ինքը տեսեք, երբ ես խոսեցի սահմանադրական օրենքը խախտելու մասին, ինքը պղծություն է, ստոր պղծություն։ Որտեւ երբ ինքը նախաձեռնությամբ հանդես եկավ փոփոխություններ կատարելու, ես տվեցի նախագիծ, որը վաղուց էր շրջանառության մեջ, նույնիսկ կառավարությունից նամակ ունեմ նախորդ իշխանությունների, որ շատ շնորհակալ ենք այս նախաձեռնության համար, պարզապես չենք հասցնի, ասենք այսքան ժամկետում դա անել։ Հիմներքի մասին ազգային։ Ուրեմն սա որ փոփոխություններ կատարում, ես որպես կուսակցապետ անձամբ Ալեն Սիմոնյանին տվեցի, Ալեն Սիմոնյանն ասաց ես պիտի փոխանցեմ վարչապետին, այդ մի ամսվա ընթացքում իրենք չանդրադարձան։ Իմ ասած ինչի մասն էր։ Ասում եմ, լսիր, եթե դու ձեռնարկում ես հիմներքում փոփոխություն, նկատի ունեցիր, որ առաջի քառատողի մեջ երկու անգամ կրկնվում է ազատ անկախ բառերը, գեղեցիկ չէ, մենք այն ժողովուրդը չենք, որ չտեսի նման, ասենք հա ժամանակին վախենում եք այդ բառից, ես էի, ընկերներս էին ասողը, բացի այդ, այնտեղ սկսվում է մեր հայրենիք ազատ անկախ, որ ապրել է դարեդար, երրորդ դեմքով։ Այնտեղ բաներ քերականական սխալներ կան։ Առաջարկել եմ ուղղել, բայց այդ ազատ անկախը շատ ակնհայտ է, էլի։ Մեր հայրենիք ազատ անկախ, յուր որդի կարդ կանչում է ազատ անկախ Հայաստան։ Իսկ ես հայ ազգը ուրիշ բառեր չունի եւ առաջարկել էի։ Դա նախկինում արժանացել է հավանության։ Ինքը դա էլ չքննարկեց։ Մի հանցագործություն էլ դա է, որովհետեւ կրկնում եմ, սահմանադրական օրենքի հարցը։ Հիմա իբր թե այնքան կարեւոր է իր համար, այ անգրագետ։ Դասեք, քերականորեն անգրագետ, որովհետեւ ես բացատրում եմ, կամ գիտեք, օրինակ մեր տարբերակում յուր որդի կարդ կանչում է վերածնվող Հայաստան։ Խորհուրդ կա դրա մեջ, կանչում է վերածնվող Հայաստան եւ քեզ պարտավորեցնող բան կա։ Եթե Միքայել Նալբանդյանի բառերը փոխել եք մեր հայրենիք թշվարանտեր, յուր չար թշնամիած ոտնակող, փոխել եք, չէ՞ այդ բառերը։ Ես ասում եմ, գոնե կարգին փոխեք, թութակի պես մի կրկնեք ազատ անկախ Հայաստան, ինչև է։ Դա չհասկացավ չընկալեց։ Եթե դու հիմնը կարևոր ես համարում, այ պղծություն, այ անգրագետ, ինչի են ժամանակ նույնիսկ չքննարկեցիր։ Հետևաբար ասեմ, որ իր համար ազգային այդ արժեքների իբր թե մատուցելը հայերը որևէ տեղ հավաքվում են, ուրեմն պիտի անպայման հիմներքը հնչի ազգային, կամ իրենք ասում են օրհներքը պիտի հնչի։ Ընդհանրապես մեր ավանդույթի մեջ կա, երբ մարդիկ հավաքվում են, պիտի հոգևորականը օրհնի։ Դա պարտադիր է։ Եթե քաղաքական հավաք է պետության առնչվող, հնչում է նաև հիմներքը, բայց որ մեր եկեղեցին իր միջոցառումները անելուց առաջ աշխարհիկ կյանքին, քաղաքական կյանքին վերաբերող, բայց անհետության գագաթն է, բայց սահմանադրության մեջ ինչի է գրված եկեղեցին ու պետությունն առանձին են։ Այդ որ վերահսկողական դրույթ է նախատեսված սահմանադրության մեջ եկեղեցու նկատմամբ։ Մի կողմից ասում ես դրանք առանձին են գործում, բայց երբ որ իրան պետք է առանձին է, երբ որ պետք չի, պետք է ուրեմն պետությունը խառնվի։ Սա գրպանահատ է։ Բոլորս գիտենք։ Գիտեք չէ՞։ Գրպանահատ, այսինքն գրպանից գողություն անող։ Այս վերջին 4 տարում գրպանը բան գցող Արշակ Սրբազանի օրինակով։ Այդ ուրիշ բան, բայց ինքը մտել է քաղաքացիների գրպան եւ ինչքան կարող է փող է կորզում։ Այս օրերին ես չասեմ հազարավոր, բայց հարյուրավոր մարդկանցից եմ լսել, ես ինչի ես պիտի գույքը հարկս այսքան բարձրանա։ Եվ մարդիկ ընդվզում են, որ բարձրացել է 3 անգամ, 4 անգամ, 5 անգամ, որովհետև մենք ասում ենք սոցիալական պետության մեջ ենք ապրում, եթե ես նոր հող գնեմ, արժի։ Բայց երբ իրեն հարցրին մասնագետներ, իրեն ասացին, պարոն վարչապետ,
գույքարկում մենք կարծես թե չափն անցել ենք։ Այդ հարցում ես կոմպրոմիսի չեմ գնա, իր բառերն եմ ասում։ Այո։ Դու ով եղար, որ կոմպրոմիսի կգնաս, չես գնա։ Եթե սոցիալական պետություն ենք, եւ այդ սոցիալական պետության մեջ ես մարդ եմ, որ հող եմ գնել ինչ որ գնով։ Տվել եմ 7900 դրամ հողի եւ կառույցների համար հարկ։ Հետո կառույցները մի քիչ ավելացել է, համաձայն եմ, ճիշտ է, ես վարկերով եմ դրան կառուցել, վարկերը դեռ չեմ մարել, կարող է մի քիչ բարձրանալ, բայց միայն մի քիչ, որովհետեւ ես բան եմ կառուցել։ Ինքը միայն հող, ինչեւ ամփոփասեմ, 3, հենց 3 եմ ասում։ Ես վճարել եմ 3 միլիոն, ուրեմն 7900-ի փոխարեն վճարել եմ 3 միլիոն 905,000 դրամ։ Ես միշտ ասում եմ 500 անգամ ավելացրել է, չի ավել է դուրս գալիս։ Սա որ ուզում եք հասկանալ, պատկերացնել, չէ՞, թե սա գրպանահատություն է չի։ Այս մարդը ժողովրդին թալաներով է զբաղված եւ որպեսզի իմ խոսքերս հիմնավոր լինեն, ասեմ, ինքը ասում է խափելով մարդկանց։ Բա ուզում եք որ հզոր բանակ ունենանք այդ հարկերը, որ տալիս եք։ Օրինակ ես եկամտը հարկ եմ տալիս, հյուրեր եմ ընդունում, ինչ որ գումար է գոյանում, դրա 10%-ը արդեն այս տարի փոխանցել եմ 150,000 պետությանը։ Դա հասկանալի է, եկամտը հարկ է, դա գնում է զենքեր գնելու։ Բայց գույքը հարկը տեղական համայնքային բյուջեի համար է։ Դու ինչ ես ստում, ուրեմն եթե ստում ես, մտքումդ հետին նկատառումներ կա։ Կարճ ասած մենք ինչքան իր մասին խոսենք, կխրվենք ճահճի մեջ, իր մասին միայն մի բան կա ասելու։ Եվ ես շատ եմ ցավում, որ մեր բոլոր նախկին նախագահներն ու բոլոր նախկին վարչապետները լավ ձեր խելքը չի հասնում հասկանալի է, դուք մտածում եք իմ 20 տարեկանի մակարդակով։ Բայց դուք կարող եք չի ասել, մեր անկախության պայքարի առաջնորդ Պարույր Հայրիկյանը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն հանցագործություններ է կատարել։ Դրա համար պիտի կանգնի պատասխանատվության առաջ։ Ամեն անգամ Նիկոլի անուն տալուց ցանկացած մարդ այսօր պիտի նստի ամեն ոք ու գրի դատախազություն։ Պարույր Հայրիկյանի կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ գրած դիմումներին ինչու դուք օրենքով նախատեսված չեք պատասխանում։ Ինչու եք դուք ասում հանցակազմ չկա։ Եթե հանցակազմ չկա, ինչու չեք դատում Հայրիկյանի զրպարտության համար։ Սա պիտի բոլորը անեին։ Իսկ սրանք ընկած վերլուծում են, Նիկոլն էս ասեց, Նիկոլն են արեց։ Եվ մենք էլ ես ու դուք հիմա ստիպված ենք խոսել, թե Նիկոլն ինչ արեց։ Եթե Նիկոլը մնում է միայն մի բան, որ դատարանը իր կնիքը խփի, դատավորը մուրճը խփի, մնացածը 100%-անոց է։ Սա ինչու դատավորն էլ, դատարանն էլ, ախր Նիկոլն է, չէ, պարոն Հայրիկյան։ Այդպես չի։ Այդպես չի։ Այդպես ինքն է ուզում, որ մենք կարծենք։ Դա իր գործելաձևն է։ Դե ինքը հիմա մի դատավոր է բերել, մասիվի դատարանում նստածել Մասից Մելքոնյան անունազգանունով, եւ բոլոր գործերը գնում են այդ դատավորի։ Հասկանալի, ով ուզում է լինի, վաղը այդ դատավորն էլ կկանգնի դատարանի առաջ։ Ձեռքով բոլորին դատում է։ Եվ դա վաղվա հարց չի։ Այսօր դատախազության աշխատակիցները պետք է ասեն, ես իրավապահ եմ, ես օրենքի ենթարկվող անձ եմ, հենց իրենք դատախազության աշխատակիցները պետք է ասեն այդ վերահսկողական եւ այլ, ես հրաժարվում եմ աշխատել։ Հասարակ բան է, ես ձեզ համար, ձեր ազատության համար 20 տարի բռնադատված եմ եղել։ Դուք ձեր երեխաների ազատության համար չեք ուզում 20 օր հետապնդվել։ Ժամանակին 88 թվականի, որ ժողովուրդը ոտքի կանգնեց, հիմնական անհատական գործոնը հետևյալն էր։ Մարդիկ, հատկապես երիտասարդներն ասում են ոնց, կամ եկը որ 17 տարի նստել հետ է եկել ու էլի պայքարում է, անկախություն թերթելու սնծայում, ամբողջ կայսրության մեջ միակն էր քաղաքական այլընտրանքային։ Ես էլ կարող եմ անել։ Դա 100%-անոց բան է, թե չէ որ ոնց եղավ, քնաստեղից զարթնեցին, չէ, այդ Ամերիկայի ձայն ազատություն անընդմեջ հաղորդում են, հետո անկախություն թերթներ պտտվում, ոնց էս մարդը նոր է եկել բանտից։ Նույն կերպ այսօր ես ասում եմ ձեզ, բոլորին դատախազության աշխատակիցներին, նրանք նույնիսկ պիտի գործադուլ անեն։ Պիտի ասեն մենք այլևս աշխատանքի չենք գալիս, որովհետև Նիկոլ Փաշինյանը հանցագործություն է կատարել, Հայրիկյանը հաղորդում է ներկայացրել, Աննա Վարդապետյան դու ես դատվելու, մենք ձեզ հետ աշխատել չենք ուզում, որովհետև բոլորն էլ մարդ են, բոլորն էլ երեխաներ ունեն եւ իրենց երեխաների ապագայի մասին պիտի մտածեն։ Մի 10 հոգու սկզբից կհետապնդեն, հետո բոլոր դատախազները։ Գիտեք, մեր դատախազության մասին ինչ եմ ես կարծիքին։ Սովետի տարի ես 3 մի բաց նամակ եմ գրել դատախազության աշխատակիցներին։ Ես հանկարծ նկատեցի, որ դատախազության աշխատակիցները երևի այդ օրենքի պատասխանատուների առումով KGB-ի օրոք տարբերվում էին։ Թոխյան կար հայտնի, հիշում եք, Սահմանադրական դատարանի դատավոր, նրա հայրը դատախազ Թոխյան։ Մի օր եկավ ինձ մոտ ասեց բանում քեզ մոտ էր եկել գլխավոր դատախազի տեղակալը դու կոպտել ես դու հասկանում ես ինքը եկել էր որպես այս բոլորի ուշադրությունը հրավիրի որ քեզ չի կարելի Թորամանյան ազգանունով դատախազ
Զաքյան անունով դատախազ, որը Թամանյան դիվիզիայի հրամանատարի որդին էր, նա էլ էր դատախազի տեղակալ։ Մի օր եկավ ինձ հետ առանձին խոսակցություն, ես զարմացած, ես էլ չէի պատկերացնում դատախազության տերը։ Եվ ասում է, եթե այստեղ որևէ քայլ խախտում անեն օրենքից, ես չեմ կարող հոդվածը փոխել քո, բայց քո նկատմամբ վերաբերմունքը նկատի ունեցի մեր ուշադրության կենտրոնում ես։ Ի վերջո, երկրորդ անգամ որ պիտի դատվեի, ինձ օրենքի կարգն էր այդպես, պիտի լինեի ռեցիդիվիստ, ճանաչվեի։ Եվ Խուդոյան ազգանունով դատախազը մոտեցավ ինձ, ասեց, ես պահանջեցի քեզ 10 տարի եւ ռեցիդիվիստ ճանաչել, բայց դատավորին ասել եմ, որ եթե ինքը չճանաչի, մենք չենք բողոքարկի։ Այնպես որ ինձից մի նեղացի, ես ինձից կախվածնար, ասիկին դատախազության մեզ հայտնի մարդկանցից խոսեմ, Հենրիկ Խաչատրյան, 88 թվականին, որ ինձ նորից կալանավորեցին, եկավ բանդ, ինքը դատախազները այդ կեպեզը կոչված չեն իջնում, այնտեղ շատ գարշելի տեղ է։ Ու դարձավ այդ հսկիչներին։ Ես այստեղ եկել եմ, որ իմանաք, սա ձեզ համար սովորական կալանավոր չի։ Չնայած այդ հսկիչները իրենք էլ գիտեին։ Այսինքն ես տեսել եմ դատախազության վերաբերմունք եւ ամենաֆանտաստիկ բանն ասեմ։ 88 թվականին որ կալանավորեցին, դատախազությունից մարդիկ եկան։ Ինձ հետ առանձնացրին, իբր ինձ հետ առանձին խոսելու բան են, այսինքն KGB-ի աշխատակիցները չմնացին եւ ինձ ասում են, քեզ նոր կալանք է սպառնում, կարող ես ցույց կազմակերպել։ Ասում եմ, կենսագրություններն էլ չտամ, կարծում եմ եկել են տեղեկություններ ստանալու։ Ասում են, հեռախոսը մենք տալիս ենք քեզ, դու զանգարիր, որ արագ ցույց անեն, որտեղ Մոսկվայից հրաման ա եկել քեզ կալանավորել։ Հիմա այդ նույն դատախազության շարունակողները այսօրվա դատախազներն են, հետո ինչ որ Աննա Վարդապետյանը օգնականն է եղել, օգնականին էլ գիտեք, չի ասում են սուրճ է փիրտուր։ Այդ սուրճ տալ սովորած մարդը այսօր հրաման է ստանում, ասում է ստացել ես մի կատարի։ Օրինակ քննչական կոմիտեի նախկին ղեկավարը, որին հանեցին, Քարամյանն էր թե ինչ էր։ Նրան որ ասում են գրի Հայրիկյանին, որ հանցակազմ չկա, ասում է չեմ կարող գրել։ Հանցակազմ կա, ոնց գրեմ չի կարող։ Դե չես կարող ուրիշ առիթ գտան հեռացրին։ Չնայած կարող է ուրիշ բաներ էլ կային։ Այնպես որ ես որ ասում եմ, դուք կամ ավելի ճիշտ դուք որ ասում եք, որ իրենք բոլորը կախվածության մեջ են, այո, կախվածության միջև են պահա, միջև որ հիշեն։ Ձեզ ասում են մարդը, որ ձեզ դեպի անկախություն է առաջնորդել։ Դուք պարտավոր եք ինձնից ավելի շատ բողոքել օրինախախտման մասին։ Ցանկացած դատախազ, որ ինձ լսեց հիմա ու հասկացավ, որ իր դատախազը պարտակում է Նիկոլ Փաշինյան հանցագործին, նա պիտի համարի, որ այսօրվանից ինքը մարդ չի։ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ ինքը մարդ չի, բայց ինքը բոլորիդ համարում է երկոտանի անասուններ եւ ասում է ինչ ուզեմ ձեզ հետ կանեմ։ SMS-ով կգրեմ, տեսեք SMS-ով BDԽ-ի նախագահ հեռացրեց եւ այդ ճիվաղը հետո գնաց աշխատելու իր մոտ։ Ինքը սովորել է այդ տեսակ մարդկանց։ Իսկ մենք պիտի հավատանք մարդկանց։ Ես ոչ միայն հավատում եմ, այլ ես տեսել եմ։ KGB-ում մի անգամ դեպք եղավ, Բարիս անունն էլ ասեմ, հիմա արդեն շատ տարի է անցել, վտանգավոր չի իր համար։ Հսկիչ էր, սովորում էր իրավաբանականում։ Մի հատ գրություն տվեցի, անմեղ գրություն, ասի, խնդրում եմ ես բանը փոխանցի Աշոտ Նավասարյանին։ Ասեց դու ինձ ինչի տեղս դրել։ Շղկալով փակեց այդ ճաշադռնակը։ Հա, որ ասեց ինձ ինչի տեղս դրել, ասի քեզ մարդու տեղ եմ դրել։ 74 թվականի դեպք է։ Ծանր հանցագործության մեջ ենք, անկախություն հանրաքվեի ճանապարհով ծրագիրն ենք իջեցրել ասպարեզ։ 10 րոպե հետո հետ եկավ ասեց տուր այդ գրությունը։ Ես ասեց ուզում եմ իր համար արդարացում, ասում եմ սա գտամ Աշոտին, ինքը լավ տղա է, բայց Աշոտի խաթեր եմ անում, ոչ քո խաթեր։ Ես իրեն ընդհանրեն ասել եմ, որովհետև քեզ մարդու տեղ եմ դրել, դրա համար ասում եմ տուր։ Այս հայրենիքը միայն իմը չի, բոլորինս է։ Այնպես որ երբեք այդպես մի մտածեք, երբ մենք մտածում ենք, որ սա ծախված է, նա ծախված է, սա հանցագործ է, մենք ծառայում ենք իրենց։ Մի սկզբունքային բան ասեմ, 17 տարուց ավելի, 17 տարի 6 ամիս բան տաքսորում անցկացնելուց հետո որ հետ եկա, պատկերացնում եք, այդքան կտրված ես հայրենիքից։ Ու ես մարդկանց հետ աշխատում էի, անկախություն թեր, ինքնորոշում գաղափար, հակակայսերական բաներ են։ Իմ մոտիկներն ասում են, ես ինչի KGB-ի գործակալ է, ես ինչի կոմունիստ է։ Կոնկրետ Արամայի Սահակյանը կոմունիստ է, ինչպես իրեն վստահում։ Իգոր Մուրադյանը կամ Ռաֆայել Համբարձումյանը պատմաբան, կոմունիստ է։ Լսեք ասում եմ, հայ են, մարդ են։ Ես իրենց մարդ եմ համարում, հայ մարդ եմ համարում ու դա աշխատեց։ KGB-ն հույսը դրել էր այն բանի վրա, ես որ բոլորից պիտի վախենամ։ Հիմա էլ ոչ մեկից չեմ վախենում։ Հիմա ես նույնիսկ պահանջում եմ դատախազության աշխատակիցներ, վաղը բոլորը դուրս է գալիս դատախազությունից։ Դուք կարող եք այս ազգի ճակատագիրը փրկել օրենքի հիման վրա։ Այո, ոմանք սա կարող են հեղաշրջման կոչ համարել, բայց ես դատախազության աշխատակիցներին կոչ եմ անում հավատարիմ լինել իրենց պարտականություններին, նրանք օրենքի առաջ են պատասխանատու։ Եթե Աննա Վարդապետյանին էլ ասեք, կամ դու մեր դատախազն ես, Հայրիկյանի հաղորդումը հիմք ընդունիր, կամ էլ հեռացիր, դու չհեռանաս, մենք ենք հեռանամ։
Ես տեսել եմ այդպիսի դատախազների։ Հենրիկ Խաչատրյանին ասում էին ստորագրի սանկցիան Հայրիկյանի կալանավորման, ասում էր չեմ ստորագրի։ Հետագայում տարիներ անց ինքնից բացատրեց, ասում է ես հիմնավորում պիտի ունենայի, ես ասում եի Հայրիկյանին դուք մեղադրում եք համապետական հանցագործության մեջ, իսկ ես շրջանի դատախազ եմ։ Հայաստանի գլխավոր դատախազը հրաժարվում էր ստորագրել, հիվանդ էր ձևացել։ Վերջը գտան դատախազի տեղականներից մի կնոջ, որ նա ստորագրեց։ Տեսել եմ ես, որ մեր դատախազության աշխատակիցները օրենքին նվիրյալներ են, համեջները ծախուներ կան, կաշառակերներ կան, վախկոտներ կան, կներեք, լավ է բառերը չասեմ, վատ բառերը։ Նիկոլից դողացողներ կան, բայց Նիկոլն ով է, որ ձեր երեխաների ճակատագիրը տնօրինի։ Լավ, ինձից մի բան չեք սովորել, ես ձեր մտածողությունը ցավոք սրտի ստիպել եմ, որ մնա այն մակարդակի վրա, որ ես ունեցել եմ 20 տարեկան հասակում, բայց ես հիմա 76 տարեկան եմ։ Պատկերացրեք, ինչքան առաջ եմ գնացել, սահմանադրության մասին, որ այդքան խոսում եմ, ինչն է պատճառը։ Մեր բոլոր փորձանքների պատճառն այն է, որ ժողովուրդը տերը չի ճակատագրի, իսկ ժողովուրդը ինչպես է տերը լինում։ Ներկայացուցչական մարմին է, չի ընտրում, վերցնենք խորհրդարանական համակարգը։ Այդ ներկայացուցչական կառույցը այնպես է արված, որ ժողովրդի զգալի մասը դուրս մնա։ Ինչ է նշանակում 5%-անոց արգելանք։ Ամբողջ աշխարհում այդ երևույթը կա, բայց հիմա ես այն մարդն եմ, որ գտել եմ լուծումը։ Ով որ գնաց ընտրության, նրա ձայնը պիտի երևա պարլամենտում։ Կա դրա ձևը։ Մտեք Demos 5 տառ ընդամենը demos.am եւ այնտեղ կկարդաք, թե ինչպես եմ լուծումը տարես։ Ու դրա նախագիծն էլ վաղուց պատրաստ է։ Այդ նախագծին 17 կուսակցություն միացել է։ Այնպես որ մենք տրտնջարու փոխարեն պետքա գործենք։ Նիկոլի ասածները ոչ մեկը բանը տեղ չենք դնելու։ Իրեն շան տեղ չենք դնելու, հասկացեք։ Եթե դուք իրեն շան տեղ եք դնում, կործանում եք ձեզ։ Իրենց ուզածը դա է, որ մենք ընկնենք իր ասած ապուշությունների հետևից, քննարկենք իր ասածները։ Այնինչ մենք մի բան ունենք քննարկելու։ Նիկոլ, դու հանցագործ ես։ Ոչ թե 1000 մի հատվածով Արցախի ինքնորոշում, այդ բոլորը կա, դրանք չեմ ասում։ Պետական դավաճանություն, հարկային քաղաքականություն, այդ բոլորը կա, բայց դրանք դժվար ապացուցելի են, ժամանակ են պահանջում։ Իսկ 21-ն է։ Դու պարտավոր ես սահմանադրական օրենքի պահանջը կատարել, քննարկել Հայրիկյանի դիմումները, ձեր մասին մի խոսեք, ասեք Հայրիկյանը դիմում է տվել, սահմանադրության նախագիծ է տվել, չես քննարկել, դու հանցանք ես կատարել։ Պիտի գնաս դատարան, ուրիշ բան չկա, այնպես չի որ ապացուցել եւ այլն։ 7 անգամ քեզ տվել է։ Այնքան ապուշ է, որ չի հասկանում, այ մարդ, մի անգամ մերժեցի, երկու անգամ մերժեցի, ինչի Հայրիկյանը նորից գրից տալ։ Տալիս է որ աշխարհը տեսնի, որ դու ռեսիդիվիստ ես արդեն։ Ու սա բոլորի պարտականությունն է։ Ես հիմա արել եմ, անում եմ, կանեմ, բայց հիշեք, այդ հիմնում ասված է ամենայնտեղ մահմի է, մարդ մի անգամ պիտ մեռնի։ Բոլորս էլ մահկանացու ենք։ Մեծն Միքայել Նալբանդյանն է ասել, բայց Երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի։ Այ դատախազության աշխատակիցներ ասում եք, ես իմ նամուսի վրա թքած ունեմ, չէ։ Ես օրինախախտների վրա թքած ունեմ։ Տիկին դատախազ, որոշի։ Կամ օրենքի հետ ես, կամ հանցավոր հանցախմբի հովանավոր ու աջակից։ Մենք քո աշխատակիցը լինել չեն կարող։ Սա պիտի ասեն բոլորը։ Այնպես որ այսօրվա մի 10 կարգին դատախազ, 10 կարող են մեր ազգի ճակատագիրը փոխել։ Անշուշտ։ Հուսանք, պարոն Հայրիկյան։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։